Կեղծ կամ անօրինական ալկոհոլային խմիչքների վտանգների մասին վերջին շրջանում մասնագետները կրկին ահազանգում են։ Մարդկանց առողջությանն ու կյանքին վերաբերող վտանգի մասին են հիշեցնում։ Ըստ համաշխարհային վիճակագրական տվյալների, աշխարհում ամեն տարի ալկոհոլի օգտագործման հետևանքով մահանում են միլիոնավոր մարդիկ, որի մեջ ներառված են նաև կեղծ արտադրանքի օգտագործման պայմանավորված մահերը։ Եվ այդպիսի դեպքերը ցավոք չեն շրջացել նաև մեր երկիրը։ Բարենային ապրանքների կեղծիքները լինում են երկու տեսակի, որոնք ունեն միայն տնտեսական հետևանք, որոնք ունեն հանրային առողջապահական ազդեցություն։ Մենք բարենային ապրանքների կեղծիքներ, որոնք ընդհանուր մահացու ազդեցություն կարող են ունենալ։ Թեման հատկապես ակտիվանում է տոնական կամ նախատոնական օրերին, երբ շուկայում կարող են հայտնվել անհայտ ծագման կամ կեղծված խմիչքներ։ Օրինակ, այսօր առավոտյան ՆԳՆ-ն տեղեկություն տարածեց, որ Գյումրիի բնակիչը իր խանութում վաճառում է տարբեր տեսակի կեղծ օղիներ։ Այդ խանութում զննությամբ հայտնաբերվել են 6 տասնյակից ավելի տարբեր տարողությամբ տարաների մեջ լցված օղի։ Մասնագետները միաբերան են պնդում, հարկավոր է ուժեղացնել վերահսկողությունը։ Չի կարող սովորական, օրինակ, մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նման մտնեն տուգանեն եւ դուրս գան, որովհետեւ մենք ունեցել ենք մահացու դեպք։ Հաճախ մարդիկ տարբեր հարթակներով տնայնագործական եղանակով պատրաստված խմիչքներ են վաճառում շուկաներում կամ տոնավաճառներում։ Մասնագետների խոսքով անհրաժեշտ է հաշվի առնել երկրի առանձնահատկությունները։ Նշում են, բարենային ապրանքների շուկայում խստագույն վերահսկողությունից բացի անհրաժեշտ է կանխարգելման ու հանրային իրազեկման աշխատանքներ կազմակերպվեն։ 2014 թվականին ընդունվել է Ծննդի անվտանգության մասին օրենքը համաձայն, որի պետք է ռիսկի գնահատումն իրականացնի կառավարության կողմից նշանակված գիտական կենտրոնը։ 12 տարի անց մենք չունենք նշանակված գիտական կենտրոն։ ՍԱՏՄ-ից պնդում են, որ եթե անհատը որոշել է իր տանը զբաղվել ապօրինի սպիրտ պատրաստելով եւ վաճառելով, դա իրենք չեն կարող վերահսկել։ Ասում են, վերահսկում են իրավաբանական անձանց։ Եթե խանութում մեր ստուգումների ժամանակ հայտնաբերվի ուրեմն կեղծված սննդամթերք, նաև խմիչք, դրանք վաճառքից հանվում են, ոչնչացում են, ողոք այդպիսի, որ վաճառվում է խանութում կեղծված օղի կամ այլ ոգելից խմիչք, մենք չենք ստացել։ Խնդիրներից զերծ չեն մնում այն խանութները, որոնք ընդունում են այնպիսի սննդամթերք, որի ծագումը հայտնի չէ կամ չունի համապատասխան փաստաթղթեր։ Նրանց նկատմամբ կիրառվում է վարչական պատասխանատվություն։ Խանութները պարտավոր են ստուգել բոլոր ուղեկցող փաստաթղթերը։ Բողոքները կամ ահազանգերը, որ մարդիկ նշում են, մենք դա ձևակերպում ենք որպես բողոք, որպես թեժ գծի զանգ եւ անպայման ընթացք ենք տալիս։ Այսպիսի դեպքերում նաև նշանակվում են փորձաքննություններ, որոնք տարբեր ոլորտների փորձագետներ են կատարում։ Մասնագետները տեղեկացնում են, թե ինչպես կարող է քաղաքացին զանազանել կեղծը իրականից։ Շշերի մակերեսներին, աղտոտվածությունների եւ տաշվածքների բացակայությունը, թաղանթների գուներանգները, բացման համար նախատեսված հատվածների համաչափությունը, որոնք բնորոշ են գործարանային եղանակով շշերի փաթեթավորմանը։ Կեղծ ալկոհոլային խմիչքների դեմ պայքարը դուրս չի գալիս իրավապահների օրակարգից, իսկ մասնագետները հիշեցնում են, կեղծ խմիչքը կարող է թույն դառնալ առանձին դեպքերում մահացու։ Դավիթ Թադևոսյան, ժամը լրատվական։